Տագնապային խանգարում ունես ու հավանաբար մի 10 տեսակի դեղ ես փորձել, կաթիլայիններ, ինչ-որ 10-օրյա հետաքրքիր անուններով հաբեր։ Այսօր ես ձեզ կպատմեմ հարգելիներս տագնապային խանգարման դեղորայքային բուժման ամենակարևոր հատվածների մասին եւ որ շատ կարեւոր է կհենվեմ ապացուցողական բժշկության վրա, որովհետեւ մի բան է հոգեբանությունը, երբ մենք այնտեղ ավելացնում ենք ինչ-որ առումով, կաթեցնում ենք մեր անձնական փորձը, մեր նաեւ անձի տեսակը եւ այլն, բայց մի ուրիշ բան է արդեն դեղորայքի նշանակումը, որտեղ ամեն ինչ շատ հստակ է, պարզ, պետք է լինի ապացուցված եւ իհարկե այս ամեն ինչից ոչ մի քայլ էս կողմ են կողմ։ Ու ես այնքան եմ տեսնում սխալ բուժումներ, որի պատճառով որոշել եմ, որ այս հոլովակ անեմ։ Խնդրում եմ, ովքեր ունեն տագնապային խանգարում, լսեք մինչև վերջ այս հոլովակը։ Ուրեմն հոլովակի ընթացքում ասել եմ, թե որոնք են առաջնային դեղորայքները, որոնք ընտրվում են տագնապային խանգարման համար, ինչ օգնող դեղորայքներ կան եւ որոնցից է պետք պարզապես փախչել։ Իհարկե խոսել ենք նաև առանձնահատկությունների մասին բուժման ընթացքում տեղի ունեցող, հա։ Ուրեմն սկսենք, հարգելիներս։ Հետաքրքիր մի բան։ Տագնապային խանգարումը պարզապես հանգստացնող հավերով չի անցնում։ Դա բուժում չի։ Այն որ գնում եք մի քանի կաթիլ կաթացնում եք կամ այդ տագնապի պահին այդ ինչ որ հաբ ձեզ նշանակել է բժիշկը վերցնում եք խմում եք, այդ բուժում չի, դուք այդ պահին ուղղակի մի թեթև ինչ որտեղ ներշնչման ֆոնի վրա, ինչ որտեղ միգուցե այդ դեղիկը ինչ որ մի երկու ռեցեպտորի վրա ազդեց, թեթևացաք, բայց դա բուժում չէ եւ լուծում չէ։ Տագնապային խանգարումը բուժում են հակադեպրեսանտները։ Առաջին ընտրության դեղորայքներից են սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչները եւ երկրորդը սերոտոնինի եւ նորադրենալինի հետզավթման արգելակիչները։ Այս շարքի դեղորայքներից են հարգելիներս սերտրալինը, էսցիտալոպրամը, պարոքսետինը, դուլոքսետինը, վենլաֆաքսինը եւ նաեւ մի շարք այլ պրեպարատներ, որոնք հենց այս խմբերին են վերաբերվում։ Տեսեք, նրանք շատ են, շատ բոլորը չեմ թվարկի, հիմնականում այն նրանք թվարկեցի, որոնց կարող եք առաջի երկուսին հաստատ ծանոթ եք սերտրալինին, իրենց կոմերցիոն օրինակ սերտրալինի կոմերցիոն անուններից երկուսը կթվեմ, Զոլոֆտը եւ նույն սերտրալին էլի պարունակող ստիմուլոտոնը, հա, կարծում եմ ձեզ բոլորիդ էլ հայտնի, ամեն դեպքում Հայաստանում այս երկու դեղորայքներն են շատ անգամ նշանակվում, ստիմուլոտոնը հաճախ առաջնային օղակի կողմից, Զոլոֆտը ավելի կլինիկաներում մասնագիտացված նշանակվում է հաճախ։ Ինչ եմ ուզում ասել հարգելիներս, ուրեմն անունը իհարկե հակադեպրեսանտ է, բայց ապացուցված է, ինչպես ես ձեզ ասացի, ես այսօր բացառապես հենվելու եմ միջազգային ուղեցույցերի տված ինֆորմացիայի վրա եւ այո, տագնապային խանգարումը բուժվում է հակադեպրեսանտներով, անունը թող ձեզ չվախեցնի, այո, նրանք նշանակվում են, որոշները նշանակվում են հենց տագնապային խանգարման տեսակներից որևէ մեկի կամ մի քանիսի դեպքում, նայած որը կընտրվի, որոշները նշանակվում են նաև դեպրեսիաների ժամանակ, էլի տեսակները տարբեր են։ Եվ հետեւաբար հարգելիներս, այստեղ մի շատ կարևոր բան, անկախ նրանից այս ինֆորմացիան ձեզ համար կարևոր է, կարևոր չէ, շատ բան ստացաք, չստացաք, ինքնուրույն հակադեպրեսանտ չընտրեք, կասեմ ինչու։ Ուրեմն գնանք առաջ հարգելիներս, տեսեք, ինչ են անում հակադեպրեսանտները։ Նվազեցնում են ընդհանուր լարվածությունը, իհարկե հետ են զարգացնում խուճապային գրոհները եւ բնականաբար կարգավորում են տրամադրությունը հարգելիներս, որը որ իհարկե տուժել էր անընդհատ տագնապի մեջ գտնվելու պատճառով։ Որ դեպքում է նշանակվում դեղորայքը, այստեղ շատ կարևոր մի բան կա, սիրելիներս, միջազգային ուղեցույցերը խորհուրդ են տալիս ամենաառաջինը, չեք հավատա, հոգեթերապևտիկ աշխատանքը, ամենաառաջինը, որովհետև առանց հոգեթերապիայի դեղորայքը ինչքան էլ խմեք, ինչքան էլ ինքը շատ լավ կազդի, խորը ռեմիսիա կմտնեք, բայց եթե դուք ինքներդ ձեզ հետ չեք կարողանում աշխատել, չեք ճանաչում ձեզ, ձեր տագնապի հատվածները եւ իրեն չեք կարողանում կառավարել, ապա չի բացառվում, որ կկրկնվի ձեր տագնապային խանգարումը, հասկանում եք։ Իսկ այ հոգեթերապևտիկ աշխատանքը հնարավորություն ձեզ կտա
միգուցե ընդհանրապես դեղորայքի էլ չդիմել, կամ եթե դիմել էլ դեղորայքի, ապա հավանականությունը, որ կկրկնվի ձեզ մոտ տագնապային խանգարումը, իջեցնել հարգելիներս, լավ։ Եվ հետևաբար հոգեթերապևտիկ աշխատանք ու հիմնականում այո ուղեցույցերը մատնանշում են կոգնիտիվ վարքաբանական թերապիա, որով աշխատում եմ ես։ Իմիջիայլոց ովքեր որ ցանկանում են հոգեթերապևտիկ օնլայն աշխատանք աշխարհի տարբեր երկրներից, կարող են գրել իմ WhatsApp-ի հասցեին հարգելիներս, թողեք խնդրում եմ ձայնային կամ գրավոր հաղորդագրություն, ինձ մի զանգեք հարգելիներս, թողեք հաղորդագրություն, հետո օրվա ընթացքում ես աշխատում եմ, գիշերն էլ համապատասխանաբար չեմ կարող պատասխանել, այդ պատճառով թողեք հաղորդագրություն, ես առաջիկա օրվա ընթացքում անպայման ձեզ կպատասխանեմ։ Անցնենք առաջ, ուրեմն, հաջորդ քայլով, տեսեք, ընտրվեց հակադեպրեսանտը, շատ կարևոր է, ու ես բոլոր պացիենտներին ներկայացնում եմ հակադեպրեսանտների ընդունելու ժամանակահատվածը, ձևը, հանումը, մի խոսքով ամեն մանրամասն, ու եթե տեսնում եմ ինչ-որ մի հատվածի հետ պացիենտը համաձայն չի, ես հանձն չեմ առնում նրան բուժում նշանակել։ Ինչու, որովհետև եթե դուք սկսում եք, շատ լավ կլինի, որ հասցնեք մինչև վերջ։ Կիսատ թողելը հղի է վտանգներով։ Վտանգներով այն առումով, որ ձեր տագնապը միգուցե շատ ավելի ինտենսիվ ձևով սրվի։ Այդ պատճառով, եթե չեք հասցնելու մինչև վերջ, ապա մի էլ սկսեք։ Բայց շատ կարևոր մի բան կա ուրեմն, այն սկսում է ազդել հակադեպրեսանտը 2-ից 6 շաբաթվա ընթացքում։ Այնպես չի, որ խմեցիք, հաջորդ օր էլ տագնապ չեք ունենալու կամ նվազ է լինելու, ոչ, այդպիսի բան չկա, առաջի 2-3 շաբաթը դիտարկում ենք, տեղի դոզան ենք ընտրում թերապևտիկ, նաև որոշակիորեն քողարկում ենք կողմնակի էֆեկտները, իմիջիայլոց բոլոր հակադեպրեսանտները առաջի 1-2 շաբաթը կարող են մի փոքր լարվածությունը բարձրացնել, ինչպես ասացի, այդ լարվածությունը, որը գալիս է առաջի 2-3 շաբաթը հակադեպրեսանտի ընդունմանը զուգահեռ, այդ լարվածությունը քողարկելու համար ուշադրություն այստեղ օգնության է գալիս այն երկրորդ խումբ դեղորայքը, որը ասեցի, օգնություն բերող։ Դրանք բենզոդիազեպիններն են հարգելիներս։ Լսած կլինեք դիազեպամ, ֆենազեպամ, լորազեպամ եւ այլն, շատ են իրենք, նոր դեղորայքներ էլ կան, մի խոսքով։ Ուրեմն տրվում են հաճախ այն մարդկանց մոտ, որ տագնապը դժվար է կառավարվում առաջի 2 շաբաթը հակադեպրեսանտի, տրվում է, որպեսզի պացիենտը ավելի թեթև տանի։ Բայց իհարկե հանվում է արագ, որովհետև այն առաջացնում է կախվածություն։ Ես ձեզ ասեմ, այսօրվա դրությամբ հոգեկան ոլորտի վրա ազդեցություն ունեցող բոլոր դեղորայքներից կիրառվում են միակը, որ ունի կախվածություն առաջացնող հատկություն, այս բենզոդիազեպիններն են հարգելիներս, որի պատճառով ձեզ առաջարկվում է ոչ երկարատև ընդունում, հետո բժշկի խորհրդով իհարկե համապատասխան ձևով հանում ենք։ Ինչպես ենք ընտրում հակադեպրեսանտը հարգելիներս։ Հակադեպրեսանտը ընտրվում է, շատ կարևոր է նախ, որ սինդրոմն է ձեզ մոտ գերակշռում, տագնապային թե դեպրեսիվ, հաշվի առնվում կամային ոլորտը, կամային ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, ընդհանրապես պաթոլոգիկ նկատի ունեմ, հաշվի առնում քնի խանգարում կա թե չէ եւ ինչ տեսակի է այդ քնի խանգարումը, ախորժակի խանգարում կա թե չէ, հաշվի է առնվում նաեւ հիվանդության տևողությունը, երկարատև է այն թե ոչ, նախկին բուժման փորձը, բնականաբար ուղեկցող հիվանդությունները եւ այստեղից եզրակացություն հարգելիներս, այ հիշում եք սկզբում ասացի, երբեք ինքնուրույն չընտրեք դեղորայք եւ որ հատկապես պետք չի ընդունել այն մարդկանց խորհուրդները, ովքեր ձեզ առաջարկում են, որ իրենց վրա լավ ազդել, գուցե ձեր վրա էլ լավ ազդի, ոչ, բացառապես ընտրում է բժիշկը, ես ես մի քանի բան ընդամենը թվարկեցի, բայց գործոնները, որոնց դեպքում հաշվի ենք առնում, թե ինչ դեղորայք պետք է նշանակվի, բավականին շատ են։ Այդտեղ արդեն նեղ մասնագիտականն է, չեմ ուզում շատ խորանալ, ձեզ էլ չձանձրացնել, լավ։ Այդ պատճառով բացառապես ընտրում է բժիշկը, ներմուծում է դեղորայքը բժիշկը, ընթացքին հետևում է բժիշկը եւ դեղորայքը հանում է բժիշկը։ Հակադեպրեսանտի ընդունումը երկարատև է։ Վերջին տվյալներով հակադեպրեսանտ պետք է ընդունել ամենաքիչը 8 ամիս, որովհետեւ
մեզ պետք է երկար ժամանակ, որպեսզի մեր գլխուղեղը վերականգնվի, գլխուղեղի բջիջները եւ այնտեղ տեղի ունեցող նեյրո պրոցեսները արագ չեն վերականգնում իրենց աշխատանքը։ Դրա համար պետք է ժամանակ, հարգելիներս, լավ։ Եվ եթե դուք ասում եք, որ բժշկուհի լավ եմ զգում, կարամ դեղահանեմ, ոչ։ Եթե դուք լավ եք զգում, այդ շատ լավ է, ընտիր է, բայց խմում ենք ամենակիչը 8 ամիս, 8 ամիս հետո էլ կհասկանանք հələ ինչքան, լավ։ Ասեմ, որ այսպիսի դեպքեր էլ կան, որ պացիենտը ունի ցուցում դեղորայքի, բայց ինքը ասում է, ես չեմ ուզում դեղորայք խմել։ Հարգելիներս, ուրեմն սենց, հա, ես չեմ սիրում դեղորայք խմել։ Ուրեմն սենց, դեղորայք խմելը, դեղորայքի նշանակումը սիրելու ու չսիրելու այդ էմոցիոնալ ինչ-որ կատեգորիաների վրա չի հիմնված, հա։ Այստեղ կա հստակ ցուցում։ Ունեք դուք ցուցում դեղորայք խմելու, թե չունեք ցուցում դեղորայք խմելու։ Եվ եթե դուք ունեք ցուցում դեղորայք խմելու, ապա ինչ է նշանակում ես չեմ սիրում կամ չեմ ուզում դեղորայք խմել։ Պատկերացրեք, ունեք վատ տեսողություն, ինչ է դուք ասել եք, չէ, ես չեմ ուզում լավ տեսնել, դրա համար ակնոց չեմ կրում։ Ակնոցն էլա, չէ, գործիք, ինչպես օրինակ դեղորայքը։ Ակնոցը տեսողության համար, դեղորայքը տվյալ դեպքում մեր հոգեկան առողջության համար։ Եվ այն միֆերը, որ կախվածություն են առաջացնում, էդի գժի դեղա, էդի չգիտեմ, ունենց բաներ եմ լսում, հարգելիներս, հանգստացեք։ Կա այսօր խնդիր, կա հոգեկան խանգարում, ամեն ինչն էլ այսօր ունի իր բուժումը։ Եվ ձեր հարևան, բարեկամ, ճոճաներից ու ջաջաներից լսած այդ ինֆորմացիաները մի օգտագործեք ձեր դեմ, լավ, որովհետև շատ կարևոր մի բան, տրամաբանական հարց ձեզ տվեք, արդյոք այն մարդը, ով որ կարծիք է հայտնում դեղորայքի մասին, ինքը մասնագետ է։ Այդ բարձ հարցը ձեզ տվեք։ Ամփոփենք, հարգելիներս, ամփոփենք, ուրեմն առաջի քայլը բացառապես հոգեթերապիան է, տրվում են առաջի գծի հակադեպրեսանտներ, եթե պետք է օգնության են գալիս բենզոդիազեպինները, միշտ այս բառը մանկուց դժվար է մարտավերում, բենզոդիազեպինները, եւ որ ամենակարևորը բուժումը, անհատական է, նույնիսկ եթե ձեր սիմպտոմները ուղղակի սենց վանդակ առ վանդակ նման են, ոչ, միևնույնը բուժումը անհատական է։ Այնպես որ հարգելիներս ճանաչեք եւ բուժվեք։ Ու խնդրում եմ հիշեք մի շատ կարևոր բան, այն դեպքում, երբ որ գնացել եք բժշկի ու ձեզ բժիշկը տվել է ինչ-որ հրաշք կաթիլային, որը պետք է ընդունեք 10 օր եւ ձեր տագնապային խանգարումը կվերանա, այդ կաթիլայինը մեր ժողովրդի մոտ գիտեք ինչ է, ոնց որ կյանքի էլիքսիր, եթե ինձ նշանակել են կաթիլային, ապա վերջ, ես կարելի ասել եմ ողջ ցավերը կանցնեն, բայց կաթիլայինը դա ոչ մի բան է հարգելիներս, խնդրում եմ հիշել։ Տվյալ դեպքում էլի ամբուլատոր ընդհանրապես պրակտիկայում կաթիլային նշանակվում է ստացիոնարում, երբ մարդը ի վիճակի զուրու չի դեղորայք ընդունել օրալ, հա, բերանացի ընդունել դեղորայքը կամ այնքան սուրավիճակը, որ անհրաժեշտ է ներերակային ներմուծում դեղորայքի, որպեսզի արագ հանենք պացիենտին ծանր վիճակից։ Հետևաբար ամբուլատոր բուժման մեջ ընդհանրապես կաթիլայիններ, որը բժշկության մեջ գրագետ կոչվում է ինֆուզիոն թերապիա, չի օգտագործվում հարգելիներս, չի նշանակվում ընդհանրապես։ Հանեք դա, խնդրում եմ ձեր ինքնաբուժման այդ սխեմայից։ Այսքանը հարգելիներս, եւ նորից եմ ասում, եթե դուք ուզում եք հոգեթերապևտիկ սեանսներ բուժում ինձ հետ, որ ես լինեմ ձեր բժիշկը, ապա ասացի, գրեք WhatsApp-ին, նաեւ կարող եք հետեւել իմ Instagram-յան էջին, էլ ինչ անեք, լայքեք, բաժանորդագրվեք, տարածեք այս հոլովակը, հաստատ մեկին պետք կգա ու ամենակարևորը խնդրում եմ լայքեք։ Եթե նայում եք մինչև հիմա, ապա դա կլինի ձեր շնորհակալության էկվիվալենտը, ձեզ համար մի վայրկյան է, իսկ ինձ համար շատ կարևոր է, որպեսզի հոլովակը բավականին լավ դիտումներ ունենա։ Առողջություն եմ մաղթում բոլորին հարգելիներս, հետևեք ձեզ, խնամեք, խնայեք, սիրեք եւ գնացեք համապատասխան մասնագետների մոտ։ Առողջություն,